ԱՄՆ փոխնախագահի ընտանիքից առաջին օդանավի աստիճաններով աննկատ փորձում է իջնել Վենսի ավագ որդին՝ մի գիրք թևի տակ։ 7-ամյա Էվանը հանրային ուշադրություն չի սիրում։ Փոխնախագահ հայրն է ասել, որ փորձում են նրան այդ ուշադրությունից հեռու պահել, որքան հնարավոր է։ Այ Վիվեք Վենսը բաց դաշնագույն վերարկուով տղան իրեն է նման, խոստովանել է ԱՄՆ փոխնախագահը, սիրում է ուշադրության կենտրոնում լինել։ Նրան չեն կաշկանդում իրեն ուղված հայացքներն ու տեսախցիկները, վախեցնում, հրմշտում է ավագ եղբորը։ Տան դեռ ամենափոքրը կարմիր շորիկով Միրաբելը վերևից է նայում իրենց դիմավորելու եկածներին, անգամ մի քայլ չի անում։ ԱՄՆ փոխնախագահի կինը զգուշությամբ բազրիկից բռնելով է իջնում։ Ազգությամբ հնդկուհի 40-ամյա Ուշան օրեր առաջ է հայտնել ուրախալի լուրը։ Ընտանիքը մեծանում է, սպասում է 4-րդ երեխային։ Իր ամենակարևոր ամերիկյան երազանքը լավ ամուսին եւ լավ հայր դառնալն էր։ 2024-ին կուսակցական համագումարի իր ելույթում ասել էր Վենսը. Ես ուզում էի իմ երեխաներին տալ այն, ինչը չունեի, երբ փոքր էի։ Մշակութային ու կրոնական բազմազան ավանդույթներ են Վենսների ընտանիքում։ Ուշա Վենսը հինդու է, փոխնախագահ ամուսինը կաթոլիկ։ Երեխաներին դաստիարակելու են քրիստոնեավայել։ Օդակայանում ամերիկյան պատվիրակությանը դիմավորել է Հայաստանի խորհրդարանի խոսնակը, Երևանի քաղաքապետի, ԿԳՄՍ նախարարի եւ փոխարտգործնախարարի հետ։ Զվարթնոցից դեպի Բաղրամյան պողոտա անվտանգության աննախադեպ խիստ միջոցառումներ են ձեռնարկվել։ Առնվազն 30 զրահապատ մեքենա ցամաքում մի ուղղաթիռ օդում է ուղեկցել ամերիկյան ընտանիքին։ Վենսը Հայաստան այցելած ամերիկացի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է։ Անգամ աղբամաններն են հավաքել այն փողոցից, որտեղ գտնվող հյուրանոցներից մեկում է իջևանել ԱՄՆ փոխնախագահի ընտանիքը։ Տեսախցիկները Վենսի կնոջը որդու հետ ֆիքսել են հյուսիսային պողոտայից ոտքով հյուրանոց գնալու ճանապարհին։ Այդ ընթացքում ԱՄՆ փոխնախագահի ավտոշարասյունն ուղևորվել է Բաղրամյան 26։ Նախագահականի բակում Փաշինյանն է դիմավորել ԱՄՆ փոխնախագահին։ Բաղրամյան պողոտայում ոստիկանական աննախադեպ քանակի ուժեր են կենտրոնացվել։ Երթևեկության համար երկկողմանի փակ է եղել պողոտայի մի մասը։ Այդ պահին ազատություն հայ քրիստոնյա գերիներին, ազատություն հայ քաղբանտարկյալներին են բացականչել մարդիկ։ Ազատություն հայ քաղբանտարկյալներին։ Հայ գերիների լուսանկարներով են Բաղրամյան պողոտայի մի հատվածը փակել ակցիայի մասնակիցները։ Այնինչ Հայաստանի կառավարությունը պետք է աներ, իրենք են անում։ Փաշինյանի իշխանությանը հավանաբար ձեռնտու է, որ մեր գերիները Ադրբեջանում են, հայտարարել են հավաքվածները։ Այս տարիների ընթացքում գործող իշխանությունը ոչ մեզ պատգամավորներից, ոչ մեր հանրությանը մի հատ հոդաբաց խոսք չի ասել, թե ինչ արել այդ ուղղությամբ։ Ոչ փակ քննարկումների ժամանակ, ոչ հանձնաժողովի նիստերի ժամանակ, ոչ լիագումար նիստերի ժամանակ որևէ մի խոսք չի ասել, թե ինքը ինչ ա արել։ Ինչ եք արել դուք։ Մի բան արել եք, ընդհակառակը խոչընդոտել են բոլոր այն միջազգային կազմակերպություններում մեր պահանջը, նաև մեր պատգամավորների պահանջը հանձնաժողով ստեղծելու եւ նաև այդ մոնիտորինգային խումբ ստեղծելու եւ տեղում Բաքվի բանտում գնան եւ այցելեն միջազգային խումբ ստեղծվի։ Միացյալ Նահանգներից պահանջում են ճնշում գործադրել միջազգային իրավունքի դեմ ոչիր գործած Ադրբեջանի վրա, որպեսզի նախագահ Ալիևը ազատ արձակի Ադրբեջանում խայտառակ դատավճիռներով անազատության մեջ գտնվող հայերին։ Մինչև ԱՄՆ փոխնախագահի ժամանումը Արցախի մարդու իրավունքների ներկա ու նախկին պաշտպաններ Գեգամ Ստեփանյանն ու Արտակ Բեգլարյանը Սպիտակ տան պաշտոնական ընթացակարգով նամակ են ուղարկել Վենսի գրասենյակ։ Նամակում պաշտոնյաներն ընդգծել են, որ կայուն խաղաղություն հնարավոր չէ առանց հստակ մարդասիրական քայլերի, միաժամանակ խնդրելով ստեղծել չեզոք մեխանիզմ անհետ կորածների ճակատագիրը պարզելու եւ Բաքվում ապօրինի պահվող գերիներին ազատելու համար։ Գահանե Մովսիսյան, Հայկ Ավանեսյան, Աննա Գյուլնազարյան, Նորայ Շարբաթյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։